Իմ բալիկը 800 գրամ քաշով ա ծնվել, 28 շաբաթականում բավականին խնդիրներ են եղել այս ընթացքում, բայց թե բժիշկների, թե բուժքույրերի անսահման հոգատարության, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր ինքը արդեն դարձել է շնչող բալիկ։ Դեսի դու էլ թթված ինչ ես ուզում։ Չես ուզում։ Չի ուզում էլ։ Բայց տեսնեմ բոլորս ինձ ուղենք։ Երեխան ծնվել է 27 շաբաթական 6 օրեկան 800 գրամ քաշով, ծանր շնչառական խանգարումների համախտանիշով, որը պահանջել է սուրֆակտանտի ինստիլյացիա, որը իրականացվում է այդ դեպքերում, երկար ժամանակ գտնվել է պարենտերալ սնուցման ներքո, ունեցել ենք լուրջ բարդություն թոքային առնահոսության ձևով, որը կարողացել ենք կանխել։ Ընդհանուր առմամբ նորածինը մեզ մոտ անցկացրեց 109 օր։ Իհարկե սկիզբը արհեստական շնչառական ապարատի օգնությամբ կարգավորեցինք, որից հետո մոտ 10-րդ օրը անցանք ոչ ինվազիվ շնչառական աջակցության։ Ես ուղղակի չեմ կարա այդ երախտագիտությունը ինչ որ ձևով հայտնեմ, էլի, որովհետև շատ դժվար ճանապարհով անցա, բայց ամեն վարքյան իր կողքն են եղել ամեն վարքյան։ Այդ ջուր, ինչ ես անում։ Անունը ինչ է բալիկ։ Դավիթ։ Առաջնեկն է։ Չէ, երկրորդ բալիկն է։ Ուղղակի ինձ որ այս ճանապարհով չի անցել, ասային որ կարելի է այսքան հոգատար լինել, sense փոքր բալիկների հանդեպ ես երևի չէի պատկերացնի։ Արդեն 3 ամիս։ Ինքը 3 ամիս է այստեղ է։ 800 գրամ քաշով ա ծնվել, արդեն 2 կիլո 700 գրամ է։ Վերջապես հասել ենք վերջին этаպին, որ պետքա տուն գնանք։ Բոլորը շատ պրոֆեսիոնալ են։ Ունենք բացառիկ դրական տրամադրված մայրիկ, որը ի սկզբանե հավատում էր լավ ելքին, իզուր չի, որ համաշխարհային պրակտիկայում կիրառվող կենգուրու կոչվող խնամքը կիրառվել է նաև այս բալիկի դեպքում եւ մեծ հոգատարությամբ, ջերմությամբ ինքը գրկում էր իր բալիկին, շփվում էր, խոսում էր իր հետ ու կարծում եմ իր այդ դրական էներգիան էր փոխանցվում նորածին եւ դա իհարկե նպաստում է նաև երեխաների, նորածինների լավացմանը։ Ամբողջ գիշեր ոչ մեկ ոչ քնում է, ոչ էլ անսահման մեծ աշխատանք է տարվում բոլորի կողմից։